ասում են բյուջեն սոցիալական։ Ստիպված ես լինում բացատրելու, սա վարչապետի խոսքեր լինում, որ ոչ սոցիալական բյուջե չի լինում։ Բյուջե ֆինանսավորում են հանրային կարիքները, դրանք բոլորն են սոցիալական։ Հասկանալի։ Ինչ թեզով են նրանք այսպեսի խոսք ասում, արդեն 20 տարի շարունակ մոտ 10-12 անգամ այդ 20 տարվա մեջ ասվել է բյուջեն սոցիալական է, չկարող ասում։ Երկրորդ։ Բյուջեի ակնհայտորեն չեն ձևավորված միջոցներ, որովհետեւ մենք կարողանանք adekvat աճ ստանալ։ Մենք բյուջեի աճ չունենք։ Առերևույթ կա 110 միլիարդ դրամի աճ, բայց եթե չեզոքացնում ենք գնաճը, որ ավտոմատ բերում աճի, չեզոքացնում ենք այդ եկամտարկի մասին օրենքի փոփոխությունը եւ չեզոքացնում ենք նոր հարկային վարչարարությունը, որով օրենքների փոփոխությունը 60 միլիարդ է բերելու, դա բան չի։ Միանշանակ ասեմ, ոչ միայն չի արված քայլ դեպի ստվերը կրճատելու, այլ բեռը փոքր ու միջինի վրա էլ ավելի մեծանում։ Ցավոք սրտի, ազգային ժողովում եւ այսօր մի քանի անգամ ասացի, չգիտես ինչի բյուջեի քննարկումը սկսում է ծախսերից։ Ճիշտ հակառակը։ Սկզբից եկամուտը քննարկել չկան։ Հասկանալի։ Հետո ծախսերը բաժանել։ Այսօր պարոն Մինասյանը որոշակի բացատրություն տվեց։ Իր գործը։ Այսինքն ես երբեմն իրաց չեմ կարող հասկանալ, որովհետև ես հասկանում եմ, որ մենք տարբեր տրամաբանական դաշտեր ունենք։ Տարբեր տրամաբանություններ, ես չեմ կարողանում այդ տրամաբանությունը հասկանալ, թե ինչ է դա։ Հիմա բայց նույնիսկ գործող բյուջեի սահմաններում, ասենք թե մի րոպե պատկերացնենք, թե տորթը դա է, հա, պիրոգ պատկերացնենք բյուջեն, հա, որ պետք է ծննդի տորը կիսվի հյուրերի միջև, հա, եւ մինիստրություններն էլ հյուրեր պատկերացնենք, հա։ Ես զարմանալի բան եմ տեսնում։ Ես մի բան եմ հասկանում, որ 2013-ը դա ամփոփումն է իրենց ընկերնակառավարման։ Ես տեսնում եմ, որ բոլոր խոստումները, ասենք օրինակ, կար խոստում, ընդհանրենք առողջապահությունը կարծեմ դարձնել ՀՆԱ-ի 2.2%-ը։ Չգիտեմ, կրթություն, չէ, կարող ես հիմա թվերը բանանեմ, չբերեցի, հենց հիմա պայուսակումս եմ, էլի։ Ասենք գիտությունը բարձրացնում, դրանց բոլոր տեսակարգիչներն ինչել է, ճիշտ հակառակ։ Եկամուտը հնարավորություն իշնում է։ Չնայած մենք անդադ լսում ենք, չէ՞ որ հերթական անգամ 0.5% բարձրացավ, 2% բարձրացավ, ոչ միայն իրենցից, այլ որոշ միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներից։ Դրանց էլ չեն կարող բռնցնենք, այդ որտեղ են իրանք հաշվել, ոնց են հաշվում։ Հստակ ձեզ ասեմ, նման բաներ չկա։ Աշխատանք, հա, ինչ-որ որոշակի աշխատանք արել են, տեխնիկական։ Կամ երբ որ դիտողություն են կանում, ասում են, այդ էլ լիխտ, որ այսօրվա բյուջեն, ասենք 3000 էջ է, ձեր ժամանակ ասենք 500 էջ է։ Եվ Ամերիկայի բյուջենը 10,000 էջ է։ Այսինքն ինչ են ուզում ասել, ինչն է նպատակը, ես չեմ կարող գլխի դնել։ Բնականաբար կյանքը զարգանում է, ոնց է էջերի քանակը պետք է ավելանա։ Չնայած շատ էջեր լինելու չի որ կա բյուջեի որակի մասը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է կառավարությունը։ Այո, ճգնում է, որ մի 100 միլիոն դրամ գտնի, ընդհանրենք ասենք բժշկության համար։ Բայց մենք չենք կարող հասկանալ սոփությունը, որ կա կենտրոնական բանկում ֆինանսների ոլորտում։ Մենք չենք կարող հասկանալ, ինչու է տնտեսական քաղաքականության արդյունքում համազգային ազգային վիճակագրության ոլորտներից մեկում աշխատավարձը մշտապես 6 անգամ ավել, քան թե մյուս ոլորտում։ Դա նշանակում է հարկման տարբեր մեխանիզմներ են, որ ոլորտը adekvat ձևով չի հարկվում ֆինանսական ոլորտը։ Ֆինանսական ոլորտը, ուղղակի բանկային։ Հետո մենք հասկանում ենք, որ չնայած ինֆլյացիայի կեսմանը, բանկերի վերաֆինանսման տոկոսադրույքը կամ տոկոսը տրվող վարկերի նույնն է։ Ճիշտ է, բյուջեի ցույց են տալ, թե 0.5% փոխվել է կենտրոնական բանկի իր թղթի մեջ։ Բայց երբ որ նայում ենք, թե ինչքան այն չբաժանվող մնացած վերցնում, քարտերի համար վերցնում, տեսնում ենք, այս բան չկա։ Այսինքն, այստեղ կան լուրջ խնդիրներ։ Կան էլիտ ոլորտներ, կան ոչ էլիտ ոլորտներ։ Կան տեղեր, որ ձեռտալ չի կարելի, որը հատկապես կապված է խոշոր կապիտալի հետ։ Ստվերը հիմնականում այնտեղ է, խոշոր է, որը կապված է պետության հետ։ Կա ոլորտ, որ կարելի անընդհատ չնշել, դա փոքրն է, միջինը։ Մի խոսքով, մենք այս հարցերը հետևականաբար բարձրացնում ենք, ես չգիտեմ ոնց կանենք, այսօր վաղվանից պիտի նստեմ գրել մի քանի տասնյակ էջ մենակ դիտողությունների կոնկրետ կեպ առ կեպ։
Իհարկե, շատ ավելի կոնկրետ, ինչ ենք առաջարկում, որտեղ են կոնկրետ խնդիրներ, ես մենք թեթև ասացի ֆինանսական ոլորտ որպես օրինակ, ես այսօր չեմ ուզում եւ կամ ավելի ճիշտ վաղաժամ եմ համարում ձեզ հետ այս մասին կիսվել։ Շնորհակալություն, անցնենք հարցերին։